Որում նաև կան ոչ միայն հայկական իշխաններ, այլ արաբ իշխաններ, արաբական էմիրություններ, փոքրիկ, չէ՞։ Էմիրատներ են, որոնք պահպանվել են, ստորում մեջները կա կայսիկներն, որը բոլորովին էլ փոքր չի։ Կայսիկների էմիրությունը կամ ամիրայությունը ընդգրկում էր Մանասկերտի ամբողջ հատվածը շրջակայքով, միտեղ դուրս էր գալիս Վանա լճի հյուսիսային ափ եւ մյուս ծայրով հասնում Հարկ։ Դա բավական մեծ տարածք էր։ Իհարկե Սմբատի օրոք բավական դա կրճատվեց, պատժամիջոցներ եղան եւ այլն, բայց արաբական այդ ցեղերը, որ տեղափոխվել էին Հայաստան, սա ինչպես էր եղել։ Հայերի ապստամբությունը 774-75-ին խալիֆայությունը դժվարությամբ ճնշեց եւ հասկացավ, որ եթե ուզում են, որ այդպիսի դեպքեր էլ չկրկնվեն, իրենք պետք է ունենան տեղում վստահելի հենարան, խոսքը ցեղերի մասին է, սկսեցին ցեղեր բերել։ Խոսքը երկու կարգի արաբական ցեղերի մասին է, եմենիկ ցեղերն են, եմենի հարավցի արաբները եւ հյուսիսցի արաբներն են։ Հայոց արևելից կողմերի Արցախի ուտիքի հատվածում հիմնականում եմենցիներ էին հաստատվում եւ այն ոստիկան կա, որ հիշում է եմենի կանոնով, հենց եմենցի արաբական ցեղից է, իսկ այս կայսիկների պարագան բավական հետաքրքիր էր, սրանց բերել էին կենտրոնական եւ հյուսիսային հատվածից բանի արաբական թերակղզու եւ բնակեցրել էին մի քանի տեղերում, որոնց կենտրոնակայանը հիմնականում այդ Մանասկերտի շրջակայքն էր։ Եվ սրանք ամենամեծ ամիրայությունն էին Հայաստանի տարածքում, որոնք երկու ըմբոստության փորձ են արել Աշոտ Մեծի ժամանակ եւ Սմբատ առաջին տեզրակալի ժամանակ, երկու դեպքում էլ ճնշվել են, բայց ու կորցրել հողերը, բայց որոշ ժամանակ խախտել են, Հայաստանի անդորը։ Հիմա սրանք էլ կան։ Սրանց պարագայում մի օրինակ բերեմ, որովհետեւ սրանց ենթակայությունը Բագրատունիներին երևա։ Վասպուրականում Վանա լճի հյուսիս-արևելյան ափին մի ամրոց կար, ամյուկ կոչվող, այդ պատմիչը կոչվում է Անառիկ Քարաժայր, Թովմա Արծրունին, մեծ ժայռ է, որի վրա ամրություններ են կառուցված։ Ութմանիկ կամ Օսմանիկ արաբական ցեղիներ դրված, սրանք այդտեղից իջնում էին մինչև Վարագադաշտը բան Ասպատակում, եւ Գագիկ Արծունին մի օր գաղտնագողի գրավում է ամյուկը, արաբներին ոչնչացնում այդ ութմանիկներին, ասում է գցեց Վանա լճի մեջ, խեղդվեցին եւ ասում է միջև հիմա այնտեղ սպասում են ահեղ դատաստանին եւ այդ պահին արագորեն զորքով Վասպուրական է գալ Սմբատ առաջին եւ ամյուկը գրավում Գագիկից։ Հետո ամյուկը վաճառում է Գագիկին։ Պրոցեսը կարող է սկզբից տարօրինակ թվալ, բայց սա նշանակում է մի բան։ Հայաստանում գտնվող արաբական ցեղերին պատկանող տարածքները ենթակային հայոց թագավորին ուղղակիորեն։ Եվ Գագիկը գրավել է, բայց Սմբատը հետ է վերցնում, որտեղ իրեն են պատկանում։ Եվ արդեն իր իրավունքները տալիս է, օրինականացնում է փաստը։ Գանձագնով տալիս է նրան, այո, այս էլ տարբերակ է։ Այսինքն մենք պետք է հասկանանք նաև սրանց ուղիղ կախվածությունը Բագրատունյանց գահակալից։ Նաև մի բան էլ կա, որ արաբները փաստորեն նաև դվինում էին, չէ՞, հին հայկական մայրաքաղաքում են, ճիշտ եմ պատկերացնում, որ դվին այդ Նախիջևան այդ շրջանը արաբաբնակ էր կամ իսլամաբնակ էր եւ փաստորեն Բագրատունի տիրակալները երբեք չկարողացան վերցնել դվին մայրաքաղաքը, որը այդպես էլ մնաց արաբների ձեռքում եւ դրա հետ շահկապված մի հարց էլ տամ բագարանում էր նստում, հա։ Այո։ Հիմա Աշոտ առաջին այո բագարանում էր նստում, Սմբատը կտեղափոխվի Երազգավորս։ Հիմա տեսեք ինչպես է։ Մենք ներկա ցարական իշխանության հաստատումից հետո նկատել ենք, որ այս տարածաշրջանի կենտրոնը որպես կանոն Թիֆլիսն է։ Բայց մինչև ցարական իշխանությունը տարածաշրջանի կենտրոնը եղել է Արարատյան դաշտում եւ հարակից շրջաններում, որտեղ Դվին Արարատյան դաշտի ուղակի տերիտորիային կից է, բայց ընդունենք այսպես, որտեղ սկզբում Դվին կենտրոնը կտեսնենք այս տարածքում արաբների համար, ամբողջ տարածաշրջանի համար, հետո ավելի ուշ Սեֆյան թուրքական այդ պատերազմի ժամանակ Երևանը կդառնա կենտրոնը, դարձյալ Արարատյան դաշտի այս շարունակության վրա։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում, տարածաշրջանի քաղաքական վարչական մյուս կենտրոնը ամբողջը գտնվում է այն հատվածում, որտեղ հոսում է Արաքս գետը եւ գնում է ուրեմն հասնում Նախիջևան։ Այս հատվածը կարծես տարածաշրջանի բոլոր առումներով կենտրոնն է։ Ճիշտ է, մի պահ Դվինից տեղափոխեցին Պարտավ, դրա պատճառն էր, որ ապստամբության ժամանակ Դվինում իրենք պաշտպանված չէին, իսկ Պարտավում իրենց դիրքերը ավելի ամուր էին, բայց գործնականում տարածաշրջանի կենտրոնը միջև ցարական իշխանությունը միշտ եղել է այս հատվածում՝ Դվին, Երևան եւ այլն։ Հիմա այս մեկ, հիմա ինչ Դվինի կարևորությունը, նախ սա շատ մեծ քաղաք էր, եւ երկրորդը ռազմաստրատեգիական, տնտեսական եւ մյուս առումներով դիրքը չափազանց կարևոր խալիֆայության համար։
Դրա համար իրենք որպես կանոն փորձում են իրենց ձեռքը պահել մի գիծ, որը սկսում էր Գողթն Նախիջևանով եւ բարձրանում միջև Դվին, այդ դաշտավայրային գոտին է, որով առևտրային ճանապարհներ, զորքերի ներխուժումներ կատարվում էին եւ խալիֆայությունը շատ ամուր նստեց Դվինում։ Դա աշխարհագրորն է հեշտ, հարմար է արշավանքներ անել համար, լեռնային չի եւ Դվինում նստելով իրենք Դվինի նկատմամբ նաև որոշակի բան հաստատեցին կարգավիճակային, Դվինը դարձրեցին Արմենիա վարչական շրջանի կենտրոնը։ Արմենիան ընդգրկում էր մեծ հայքը, գրեթե ամբողջությամբ, Վիրքը, Աղվանքը, այսինքն բավական մեծ տարած եւ կենտրոնը Դվինն է։ Եվ այստեղ էր նստում ոստիկանը բավական երկար ժամանակ եւ այս Դվինի նկատմամբ մեր բոլոր թագավորները գրեթե ունեցել են հավակնություններ։ Առաջին հավակնություն ունեցողը Սմբատ առաջինն էր, որը իրեն ենթարկեց Դվինի ամիրաներին, բայց քաղաքը չգրավեց։ Երկրորդը Աշոտ Երկաթներ փորձեց գրավել, սա իր եզակի անհաջողություններից մեկն էր։ Դվինի կարգավիճակը այդպես շարունակվեց մինչև Գագիկ առաջին, երբ որ հնարավոր եղավ Դվինը գցել Բագրատունյան ստիրույթներին։ Այսինքն Դվինի հետ կապված հիշենք, որ արաբական ուրեմն ամիրայություն կար այստեղ, բայց խնդիրը զուտ ամիրայությունը չէ։ Դվինի նկատմամբ ցանկացած հայկական հավակնություն հանդիպում էր խալիֆայության արագ հակազդեցությանը, որտեղ Դվինը նրանց համար վարչական կենտրոնի նշանակությունն էր, որտեղ նստում էր իրենց պաշտոնյան։